Բարև բոլորին։ Իսկ դու գիտեիք, որ Արցախը փրկելու տարբեր ձևեր կան։ Կարող ես լվացք փռես օպերայի հայաթում։ Կարող ես բարձրահատ շենքից մի հատ խնձոր շպրտես վարչապետի վրա։ Չեմ փշմանում։ Չեք փոշմանում ինչի համար, որ խնձոր եք շպրտել, հա, նետել։ Հա։ Հետո զարմանաս ես ոնց է ինձի չեն դատում։ Հիմա ոնց եք։ Միջակ։ Քանի որ Արցախում ոչ թե գդատեին, այլ պճղած բան կսարքեին, խնձոր։ Այդ օգնությունները, որ տրվում է, ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եք։ Կարող եք վարձետակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալքին ասին։ Մի քիչ աննորմալ ալի։ Տեղ բացում եմ, ստե տղասա քնում, ստե աղջիկսա քնում, ստե ես եմ քնում, այստեղ հիվանդ մայրսա քնում, ստե ամուսինսա քնում։ Не бояться ни бога и ничего. Կարաս այ օրինակ դոշտալով Արցախ փրկես։ Они носят клички, имена стерты. Пиздец кофе. Кофе пиздец. О, пиздец кофе. Кофе пиздец. Անասուն 25 տարեկան Несмотря на свои 14. Ոմանք Արցախը փրկելով, սպասիբա Ռասիա գոռալով հանձնեցին Արցախը, ստորագրեցին զինամթերք, զենք, միլիարդավոր հանձնեցին փախանեկան Հայաստան, ու հիմա Հայաստանում քլնգում են Հայաստանը, թե բա Հայաստանը բռնապետական է, մենք անձնագիր չենք վերցնում, բայց վարչապետը պիտի հեռանա ու շարունակում են փրկել Արցախը եւ մի փոքր էլ Հայաստանն են իհարկե փորձում փրկել։ Հայաստանը ժողովրդավար երկիր է։ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ, ամենաժողովրդավար երկրներից մեկը։ Մորոպը քաղաքական հետապնդումներ չկան, բռնություններ չկան։ Ուղղակի մարդիկ կան, ովքեր ասում են այո կան։ Հայաստանը բռնապետություն է։ Իհարկե ոչ։ Բռնապետական է։ Իսկ որպես ապացույց առաջարկում են, խնդրեմ։ Ինչ եմ այդպես կարծում։ Դե ամեն ինչ բարձ ակնհայտ է, էլի։ Ապացուցելու կարիք չկա։ Ապացուցելու կարիք չկա։ Ապացուցելու կարիք չկա։ Ակնհայտ է։ Ամեն ինչ բռնապետական է։ Դա տեսնում եք, էլի։ Ապացուցելու կարիք չկա։ Էստես ակնա, բանիս որ Սերժ Մերժող։ Յո, իրոք։ Յո, իրոք։ Յո, իրոք։ Յա, իրոք։ Պոեզիայի ժամ։ Հարությունը հենց այն ժամանակ է ամենադժվարը խոցելը, երբ խոցվում է մեր հպարտությունը։ Մեր զինափառությունը հենց այն ժամանակ է ամենադժվարը խոցելը, երբ խոցվում է մեր հպարտությունը։ Ինչ հարց կտակ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին։ Ես ման են սոված եմ, չեմ կարող պատասխանեմ։ Պատկերացնենք հիվանդանոցում ենք եւ ռուսերենով պետք է հաղորդակցվենք։ Через несколько минут могучий космический корабль унесет меня в далекие просторы Вселенной. Что можно сказать вам в эти последние минуты? Рогорцес ցավում է։ У меня болит горло. Это от волнения, господа. Бывает такое. Ինձ այսպես եմ զգում արդեն 3 օր։ Я болею уже 3 дня. Посмотрите на лица этих людей, как искорежила и обезличила их бесконечная пьянка.
Прошлое, возможно, некогда успешная и счастливая жизнь стерлась в их памяти, а настоящее превратилось в сущий ад. Ես ջերմություն ունեմ, ու մենյա ժար։ По данным Всемирной организации здравоохранения, Россия вышла на первое место по потреблению крепкого алкоголя на душу населения. Результаты этого печального лидерства очевидны. Если в нашей стране будет и дальше так, российский народ в ближайшие 50 лет сократится более чем на треть. Ես մրսել եմ, ու մենյա պրաստուդա։ Пиздец кофе. Ռուսերեն սովորելու համար միացեք իմ էջին։ Թե բառերները գնացել են Ուկրաինան նեոնացիստներից ազատագրելու Ուկրաինան։ Ռասիկյանք։ Марина, брось пап. Эти цыгане должны... Я снимаю, я из какой-то квартиры. Что ты молчишь? Вставай, блин. Не трогай целый день отсюда, не трогай отсюда. Ты такая. Он зашел в мою квартиру. Տեսակ, նեոնացիստ էր, բայց ռուս էր, Ռուսաստանում, հետ է եկել Ուկրաինայից։ Գիտեք ոնց, անկեղծության ֆոնի վրա է լինում այդ գերագույն հաճույքները։ Պետք է տղան էլ ինքը ցանկանա ստանալ սեր, ջերմություն, իմ ձեռքով մտցնում եմ բաղնիկ, լողացնում եմ, մուշադիր եմ, իմ կողմից մասաժներ եմ անում, նվերներ եմ անում, իմ սրտիկներ ջան։ Հույսով եմ, որ ձեզ դուր եկա։ Իմ պարզությամբ, իմ անկեղծությամբ, իմ մարդկային վերաբերմունքով։ Доброе утро. Пошла нахуй. Ինչքան շատ վճարեք, ես էլ այդ գնից ավելին կանեմ, իմացեք։ Իցումերասը սորվացնելով ես խիար ես ասեմ, ես ունես բերը, ես ուրդից էր կդորմը երկինքից էր պրնե բերը սոր, ուրդի անժելն էր, Ժողովուրդ ջան, ապրիլի 19-ին ես ձեր պես գալու եմ իմ համերգին։ Հայաստանի իշխանությունը աչուձախ հավատացնում էր, թե Արցախը դաշնակիցներ չունի։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը առնվազն մեկին տեսնում է։ Աշխարհաքաղաքական դերակատարներից երևի թե, ինչքանով ես եմ հետևել, միայն Ռուսաստանի Դաշնությունն է, որ որևէ բացասական արձագանք նախագահ Շահրամանյանի ընտրությանը չի արել։ Այստեղից կարող ենք անել հետևություն, ինչքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, տարածել, թե Արցախը չունի դաշնակիցներ, Արցախը ունի դաշնակիցներ, եւ դա տեսանելի է թե հրապարակային, եւ թե իհարկե ոչ հրապարակային հայտարարությունների եւ ելույթների հետ կապված։ Առաջին հարվածներից մի քանի ժամ անց Շահրամանյանը հասկացել է, որ մենակ է մնացել Արցախը։ Ռազմական գործողությունները սկսելուց հետո ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը գտնվում էր, կարելի ասած, դիտորդի կարգավիճակում։ Այստեղից կարող ենք անել հետևություն, ինչքան էլ իշխանությունները փորձեն քարոզել, տարածել, թե Արցախը չունի դաշնակիցներ, Արցախը ունի դաշնակիցներ, եւ դա տեսանելի է թե հրապարակային, եւ թե իհարկե ոչ հրապարակային հայտարարությունների եւ ելույթների հետ կապված։ Արցախում իշխանությունը հայրենասերներինն է, ողջևորված է ընդդիմությունը, իսկ Հայաստանում Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները վստահ են, ինչ կատարվում է Արցախում, իր ազդեցությունն է ունենալու նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։
Արցախը պիտի դիմանա, ինչպես եւ անում է, եւ մենք չէ որ իրեն պիտի այդ խորհուրդը տանք, մինչեւ Երևանը փոխի։ Այլ տարբերակ երկու հայկական պետությունների գոյություն չունի։ Արցախի ժողովուրդը իր բռունցքը խփել է սեղանին։ Հերթը Հայաստանինն է։ Օրինակ է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում, հատկապես ընդդիմադիրների մոտ։ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի նախագահի հրամանագրով Արցախի նախագահի հրամանագրով 2024 թվականի հունվարի 1-ից լուծարվում են պետական հիմնարկները։ Հարգելի ժողովուրդ ջան, եղեք առողջ, եղեք ուրախ ու շատ կարևոր է, որ մի փոքր հումոր լինի։ Այդ փոքրիկ հումորի մասն էլ այսօր ինձանից ձեզ։ Սիրում հարգում եմ ձեզ, մնացեք բարով։